Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջողներն անլուրջ մարդիկ են, կարծում է ԱԻ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա գտնում է, որ Սերժ Սարգսյանից բացի Հայաստանում ոչ ոք հարց չի լուծում։ Նա նույնքան էլ համոզված է, եթե Սերժ Սարգսյանն ասի սևը լավ է, բոլորը կասեն լավ է, իսկ եթե ասի սպիտակն է լավը, բոլորը կհաստատեն։ 10 հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տա եւ 10 հատ նոր Տիգրան Սարգսյաններ կան, բոլորն էլ կատարել են Սերժ Սարգսյանի ցանկությունները։ Մարտի 1-ի ՀԱԿ-ի հանրահավաքն իրազեկող այսօրվա բողոքի ակցիան չխոչընդոտվեց։ ՀԱԿ-ի երիտասարդներն ու նրանց համակիրները այսօրվա երթով դատապարտեցին։ Փետրվարի 12-ին թռուցիկներ բաժանելիս իրենց եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու եւ ոստիկանություն բերման ենթարկելու փաստը։ ՀԱԿ անդամ Սարգիս Գևորգյանը այսօրվա իրենց ակցիան չխոչընդոտելը մեկնաբանեց այսպես. Մտածել, որ այս իշխանությունը խելքի կգան, արդեն միամտություն է այս ամեն ինչից հետո ինչ նրանք արել են։ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը այսօր անդրադարձել է կենսաթոշակային պարտադիր կൂട്ടակային համակարգի ներդրման մասին օրենքին։ Նա նշել է, եթե մարտի 28-ին սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի օրենքի որոշ հոդվածներ, ապա աշխատողները ստիպված կլինեն փոխանցել նաև հունվար-փետրվար ամիսների գումարները։ Օրենքը գործում է եւ օրենքը պետք է գործի հունվարի 1-ից։ Եթե սահմանադրական դատարանը գա ժամանակին այլ որոշում կայացնի, դա արդեն լրիվ այլ հարթություն, այլ խնդիրներ են առաջանալու։ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Սփյուռքի նախարարությունը այսօր կազմակերպել է ցուցահանդես տոնավաճառ, որի ընթացքում իրենց ձեռքի աշխատանքները ներկայացրեցին նաև սիրիահայերը։ Մայդա Պոշկեզենյանը արդեն 2 տարի է տարբեր տեսակի թխվածքներ է պատրաստում եւ գումար վաստակում։ Մտադիր է իր բիզնեսը ունենալ, սակայն մտահոգված է հայաստանյան հարկային դաշտով։ Ծախսը շատ է, շահաքիչ է, հարկային դաշտի թե մտնես պիտի պետական հարկեր վճարես։ Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում հայտարարվեց Armentel ընկերության կողմից կազմակերպված ուսանողական մրցույթի հաղթողի անունը։ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս AFC եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայությամբ վիճակահանությամբ որոշեց, թե ով է մեկնելու Մեծ Բրիտանիա։ Աննա Թոմասյան։ Չէի հավատում, որ կարող է 170 հոգուց ես գնամ Անգլիա։ Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի iFE+ հաղորդումը։ Նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը դիմել է երիտասարդ հանրապետականներին հետևյալ կոչով. թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն որպես թնդանոթային միս։ Խոսքը հիշեցնենք երիտասարդ ՀՀԿ-ականների եւ երիտասարդ հակականների օրերս տեղի ունեցած բախման մասին է։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից մեկը նկատի ունենալով հայոց լեզուն նշել է. մի լեզու, որը խանգարում է բիզնեսին, պետք է մտածել այդ լեզվի մասին։ Գուցե հակառակը պետք է մտածել այդ բիզնեսի մասին։ Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող մի շարք մանկապարտեզների տնօրեններ ստիպել են իրենց աշխատողներին ընտրել կൂട്ടակային ֆոնդերը։ Այս մասին է հայտնել Դեմ եմ նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը։ Նույն աղբյուրի համաձայն Երևանի մետրոպոլիտենը միակողմանիորեն խզել է ընդդեմ կենսաթոշակային կൂട്ടակային համակարգի բողոքի ակցիայի մասնակցած իր 3 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը։ Թուրքիայի երիտասարդական կազմակերպություններն այսօր Անկարայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել։ Ակցիաների մասնակիցները բողոքում էին հեղաշրջման փորձերի գործերով զինվորականներին անազատության մեջ պահելու դեմ։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ։ Հնդագետները Եգիպտոսում հայտնաբերել են գտածո 3600-ամյա զմռսված դիակի տեսքով, այսինքն մումիայի տեսքով։ Այդ ժամանակ իշխում էր փարավոնների 17-րդ արքայատոհմը։ Օրվա լրահոսը։ Հենց այնպես Բարգավաճ Հայաստանը չի ղեկավարի Հայաստանի կառավարությունը։ Եթե ունենայինք այդ ցանկությունը, ապա կլինեինք։ ԲՀԿ-ն վարչապետ ունենալու ցանկություն չունի եւ չի ունենալու, կառավարությունը սակայն պետք է փոխվի։ Վարչապետի հրաժարականը ենթադրում է կաբինետի հրաժարական։ Ինչն իր հերթին ենթադրում է այո նոր նշանակում։ Այսինքն այստեղ խոսք է գնում այն հակակշիռ ուժի ազդեցության մասին, որն իրենից ներկայացնում է Բարգավաճ Հայաստանը։ Ընդդիմությունն իզուր է պահանջում կառավարության հրաժարականը, հաջորդ կառավարությունը նույնպես հանրապետական է լինելու։ Որովհետև քաղաքական մեծամասնությունը մենք ենք։ Ըստ պարոն Սահակյանի ընդդիմությունը նախ թող բարի լինի եւ ասի, թե իրենցից ով է լինելու վարչապետ, բայց դա էլ իրենց չի օգնի։ Նույնիսկ եթե իրենցից մեկը լինի վարչապետ, բնականաբար չի կարող չհամագործակցել եւ եթե ցանկանա էլ համագործակցի, հնարավորություններ չի ունենա։ Լևոն Զուրաբյանը գիտի, որ վարչապետի ու կառավարության փոփոխությամբ իշխանափոխության ամբողջ խնդիրը չեն լուծի, բայց առանց դրա էլ չի լինի։ Եթե մենք կարողանում ենք հեռացնել այս
կառավարությանը, դա նշանակում է, որ մենք հիմք ենք դնում մի process-ի, որը այլևս հանրապետականների կողմից մինչև վերջ չի վերահսկվում։ Ըստ ընդդիմադիր падգամավորի վերջնական նպատակը Սերժ Սարգսյանից ազատվելն է, պարզապես սկսում են կառավարությունից, քանի որ առանց այս կառավարության Սերժ Սարգսյանը ոչինչ է։ Նա ըստ էության այս կառավարությունը իր գործել է միլիարդներ դոլարների հասնող խոսքերի լվացում, արտահանում, տեղավորում օֆշորային գոտիներում։ Մաքսային միության անդամակցելը չի վտանգում արդյոք հայերենի կարգավիճակը։ Ռուսաստանի Մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտարարել է, թե տեղեկատվության փոխանակման հարցում Հայաստանի հետ կա լեզվական խնդիր։ Հայտարարության հետ կապված կարծում եմ, որ անհաջող հայտարարությունների շարքին պիտի դասենք։ Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ եւ բավարար քանակությամբ ռուսերենի իմացությամբ համապատասխան մասնագետներ։ Հանրապետական падգամավորը պնդում է, Հայաստանում պետական լեզուն կմնա հայերենը։ Ժառանգության ներկայացուցիչը չի հավատում իշխանությանը, նա հիշեցնում է գազային պայմանագիրը, որով գազամուղն ամբողջությամբ տրվեց Ռուսաստանին։ Վաղը չեմիս օրը գալու են իրավիճակը, որ ասելու են դե հայերեն լեզվով մենակ մենք ենք, որ այնտեղ խոսում ենք, եւ ղազախները եւ բելարուսները ռուսերեն են խոսում, փաստաշրջանառությունը ռուսերեն է, այդ երկրներում պետական լեզուն ռուսերեն է, որպեսզի մենք համահունչ լինենք, անհրաժեշտ է ռուսերեն լեզվի անցնել։ Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը հայտարարում է, մեր երկրում պետք է լինի հայերենի բացարձակ գերակայություն։ Եթե այնուամենայնիվ ռուսերենը ճանաչվի երկրորդ պետական լեզու, նախաձեռնությունը կդիմի պայքարի հնարավոր բոլոր միջոցներին։ Թող իրենք իմանան, որ Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք դա երբեք դրա հետ չեն համակերպվի։ Իսկ լեզուն հայրենիք է պետություն եւ լեզվաքաղաքականություն խորագրով հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած քննարկմանը հայտարարվեց, որ հայերենն արդեն բոլոր ոլորտներում, հատկապես դպրոցում մտահոգիչ կարգավիճակում է։ Արդյոք մեր երկրում քննիչը անկախ է։ Այս հարցը այսօր քննարկվեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Արդարադատության նախարարը վստահեցնում է, քննիչին կտրվի այդ անկախությունը քննչական կոմիտեի մասին օրենքում նախատեսված փոփոխությունով։ Հայ ազգային կոնգրեսի падգամավոր նախկին զիննատախազ Գագիկ Ջանգիրյանը հարկամարեց նախարարին հիշեցնել, անկախ կարող է լինել միայն դատավորը, իսկ քննիչը ընդամենը ինքնուրույն։ Դատավորը սկեսօր անկախ չի։ Դուք ուզում եք քննիչը անկախ լինի։ Բառերի ու կետադրական նշանների, հոմանիշների ու բառակապակցությունների շուրջ օրենսդիրի ու գործադիրի վեճը այնքան ծավալվեց, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անցավ անեկդոտի, նշելով, որ դրա հեղինակային իրավունքը Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Դավիթ Հարությունյանինն է։ Մեկ իր խանութին մեծ տառերով գրում է, այստեղ վաճառվում է թարմձուկ։ Ընկերներից մեկը գալիս ասում է, լսի, այստեղ բառը ինչ ես գրել, էլի, ու այնտեղ չի վաճառվելու։ Այս հանի ավելորդ բառ է, ասում ճիշտ ես ասում, հանում է։ Երկրորդ ընկերն է գալի, ասում լսի, ասում այսօր գրել ես թարմձուկ, այդ որ մի ապուշը պետքա գրել, որ ձուկը հոտած է, հին է, գրի ձուկ։ Այդ էլ հանի գրի ձուկ, վերջինն է գալիս, ասում լսի, ձկանը հոտը 100 մետրից գալիս է, չի ես գրել ձուկ։ Նախարարից հետ չմնաց նաև պարոն Ջանգիրյանը, այսպես կոչված հակընդդեմ անեկդոտով։ Երու տղա էշով մի տեղ են գնում։ Մի գյուղում ասում են սենց են, մի գյուղում վերջում հայրն ասում է տղա ջան, որ մենք այս ժողովրդին լսենք, տեշին մենք շալակենք, ավելի լավ է երկուսով նստենք գնա։ Հիմա այդ չի խնդիրը։ Քննիչը անկախ է թե ոչ, հարցին փորձեց լուծում տալ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Ես առաջարկում եմ սակայն որ մի քիչ փիլիսոփայական դեջ, մի քիչ էլ ֆորփրենք մեզ համար։ Ջերմոցային տնտեսությունների համար նախատեսված շրջանակ սա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հովիկ Գիշյանի առաջին գյուտն է, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ մշակել բուսատեսակները, ինչպես այս, այնպես էլ 35-ամյա գիտաշխատողի մյուս 10 գյուտերը թեթևացնում են գյուղացու աշխատանքը։ Հիմնական աշխատանքները վերաբերվում են վերականգնվող էներգետիկային, կերամարիչ, արևային կոլեկտոր, չրերի պատրաստման տեղակայանք, ինքնավար էլեկտրամատակարարման համակարգ։ Գյուտարարը հատկապես առանձնացնում է իր հեղինակած արևային ջերմային կոլեկտորը։ Այդ սարքի կառուցվածքը այնպեսին է, որը հնարավորություն է տալիս մեծ արտադրողականություն ապահովել եւ ունի ցածր ինքնարժեք։
Նա բավականին հաջողությունների է հասել նաև օրգանական պահարտանյութի պատրաստման տեղակայանքների ուղղությամբ։ Այս համակարգը մատչելի է փոքր գյուղացիական տնտեսությունների համար։ Սա հնարավորություն կտա մարդկանց, որպեսզի իր այդ գոմաղբը շատ արագ ֆերմենտացնեն եւ օգտագործեն որպես պարարտանյութ։ Չնայած այս ամենին պարոն Գիչյանի գյուտերով գյուղնախարարությունը առանձնապես չի հետաքրքրվում։ Համալսարանի գյուղէլեկտրաֆիկացման եւ ավտոմատացման ամբիոնի վարիչը նույնպես ցավով նշում է, որ իրենց աշխատանքների միայն 25%-ն է այսօր կիրառվում։ Կառավարության հովանավորությունը չկա, այսինքն աշխատանքը կատարում ենք, դա մնում է միայն փորձ մեր լաբորատորիաներում։ Իդեպ 2013 թվականին մտավոր սեփականության գործակալությունը արտոնագիր է տվել 99 գյուտերարի, որոնցից 7-ը օտար երկրյա հայտատուններ են։ Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ամենաշատը 2006 թվականին են գյուտեր արտոնագրվել, թվով 213-ը։ Երևանի կենտրոնում պարող այս կանայք պայքարում են մեր երկրում կնոջ եւ տղամարդու իրավունքների հավասարության համար։ Նրանց տվյալներով Հայաստանում կանանց 60-ից 70%-ը ենթարկվում է բռնության։ Այսօրվա միջոցառումը կազմակերպվել է One Billion Rising համաշխարհային շարժման շրջանակներում։ Հիմնախնդիրը մեզ մոտ շատ լուրջ է եւ տարածված է, ուղղակի խնդիրը նրանում է, որ կանայք չեն բարձրաձայնում։ Ընդհանուր առմամբ գիտեմ, որ բավականին դեպք է լինում ու հիմնականում մեծամասնությունը մահվան դեպքերով։ ՄԱԿ-ի վիճակագրությամբ աշխարհում ամեն երրորդ կնոջից մեկը ենթարկվում է բռնության։ Հայաստանի ոստիկանության վերջին տվյալներով արձանագրվել է ընտանեկան բռնության 700-ից 800 դեպք։ Կանանց այսօրվա ֆլեշմոբին հետևող տղամարդիկ էլ վստահեցրին, որ իրենք նույնպես դեմ են բռնությանը։ Սա ամբողջական բարբարոսություն է արդեն։ Ոնց կարելի է կնոջ այդպես բաներ։ Որ մարդը որ ծեծեց ուրեմն ոնց ինքը մարդ չի։ Ինքը թույլամորթ մարդ պետք է լինի։ Կնոջ վրայով է ձեռ բարձրացնում որ։ Իդեպ ամեն տարի Սուրբ Վալենտինի օրը աշխարհի տարբեր երկրներում One Billion Rising շարժումը ի պաշտպանություն կանանց տարբեր միջոցառումներ է իրականացնում։ Վաղը տեղի կունենա ԵԿՄ 10-րդ համագումարը։ Երկրապահ կամավորական միությունը հասարակության մեջ հակասական զգացմունքներ է առաջացնում։ Մի կողմից դա ազատամարտի վետերանների կազմակերպությունն է, որը միավորում է պատերազմին իսկապես հիմնականում մասնակցած մեր համաքաղաքացիներին։ Մյուս կողմից երկրապահը ակնհայտորեն ստեղծվել է քաղաքական նպատակներով եւ այդպես էլ օգտագործվել է մինչեւ 2000-ականների սկիզբը։ Չնայած կարծես թե այդ կազմակերպությունը պետք է որ նպաստեր պատերազմի մասնակիցների օգնությանը, թե բարոյական եւ հոգեբանական եւ թե նյութական։ Արդյոք այդ նպատակները իրականացվում են։ Օրվա գլխավոր թեման։ Вот эта соседка мне сегодня дала. Вот это вчера сын заработал, вот, хлеб принес домой. Это оно Татик мне дала, вот наша соседка. Это ребята Эдгару принесли, потому что врач сказал это. А вот оно, масла нету. Այս կերպ է գոյատևում Բյուրեղավանի հանրակացարաններից մեկում ապրող Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գալինա Նավիցկայատեն։ Առաջին гыцում մարտնչած կինն այսօր իր երկու որդիների հետ ապրում է փոքրիկ տարածքում զուրկ բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններից։ А это кухня. Летом, знаешь, какие червяки здесь лазают? Сколько я различного химиката сыплю, чтобы не это. Вот это вся сырость, все, я должна дышать. У меня столько денег нету, дров купить и за свет платить. Ազգության պլատիշ Գալինա Նավիցկայատեն պատերազմի դաշտում կամավոր է հայտնվել։ Բոլորին այս փաստը զարմացնում էր, քանի որ ազգությամբ հայ չէր նաև նրա ամուսինը։ Հրաձիկ կինն ասում է, որ չէր կարող այդ դժվարին օրերին չլինել իր հայ ընկերների կողքին։ Я сама христианка, я знаю историю армянского народа, поэтому я пошла в защиту. Գալինան ռազմի դաշտ է մեկնել թողնելով իր երկու անչափահաս երեխաներին հարևանուհու խնամքին։ Я воевала, дети здесь голодные оставались. Вот у меня вот, видишь, это кружочек. Это от этого минометной пули. Хорошо откинули, то бы зашло. Я, если посмотреть, много изрисовано. Дело не в этом. У меня сейчас вот здесь вот один осколочек торчит, и здесь один. Գալինան չի թաքցնում վիրավորված է Հայաստանի իշխանություններից, աշխատանք չունի, ի վիճակի էլ չէ աշխատել, հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ, անգամ որպես ազատամարտիկ թոշակ չի ստանում։ Все документы сняла. И даже мой заведующий отделом неврохирургии, где это, он говорит, вам положена пенсия. Меня культурно бортанули. Сказали, дай $2000. Ի տարբերություն շատ ազատամարտիկների Տիկին Գալինան չի պատրաստվում փողոց դուրս գալ, ասում է իր տեղի իշխանությունները շատ լավ գիտեն, ցանկության դեպքում կօգնեն դուրս գալ աղքատության ճիրաններից։ Մինչև այսօր չեն լուծվել նաև այն ազատամարտիկների խնդիրները, ովքեր ազատության հրապարակում բարձրաձայնեցին իրենց սոցիալական վիճակի բարելավման մասին, բողոքը հասավ
մինչև վարչապետ։ Հնչեցին խոստումներ, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ոչ պաշտոնական տվյալներով այսօր Հայաստանում մոտ 20,000 ազատամարտիկ կա։ Երկրապահ կամավորականների միությունն իր կայքեջում նշում է, որ իր խնդիրը նաև հաշմանդամ զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին աջակցելն է, սակայն այսօր կառույցը պաշտոնապես նման պարտականություն չունի, ընդամենը միջնորդ է հանդիսանում ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին օգնելու գործում, դիմելով պետական մարմիններին։ Օգնել պատերազմի բոլոր մասնակիցներին հասարակական կազմակերպությունը բնականաբար չի կարող ստեղծել իր համար բարենպաստ իմիջ, հեղինակություն կարող է եւ դա ի վերջո նույնպես օգնելու է ազատամարտիկներին։ Ցավոք նման իմիջ չկա։ Տպավորությունն այն է, որ այդ կազմակերպության առանցքն են կազմում օլիգարխիկ հակումներ ունեցող եւ բիզնեսում արտոնություններ ստացած մարդիկ, իսկ մնացածները թեև գրանցված են երկրապահում, բայց իրենց մասնակցությունը զուտ ձևական է։ 90-ականների կեսերին երկրապահին անվանում էին ՀԸՇ-ի ռազմականացված թև, թե որքանով է արդարացված, որ կուսակցությունն ունենա այդպիսի թև, չգիտեմ, բայց այդ ժամանակահատվածում հենց երկրապահներն էին ծեծում աղանդավորներին, մասնակցում ընտրակեղծիքներին, նպաստում 98-ի իշխանափոխությանը։ Երբ մի գիշերում նույն ՀԸՇ-ի կողմից ղեկավարած հանրապետություն միավորման падգամավորները անցան երկրապահ խմբակցության շարքերը։ Կա ևս մի գործառույթ, որին ԵԿՄ-ն պետք է որ նպաստեր, դա պատերազմի վետերանների սոցիալական ադապտացիան է, նրանց մոտ հետպատերազմյան սինդրոմի հաղթահարումը։ Պետք է ասել, որ այդ նպատակը մասամբ իրականացվել է։ Միայն թե հարց է առաջանում, թե ինչ գնով։ Գինը երբեմն մեր հերոսների այլասերումն է եւ նրանց վարկաբեկումը։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է ազատամարտի մասնակից գեներալ Սուրեն Աբրահամյանը։ Պարոն Աբրահամյան, նախ ձեզ հրավիրել են համագումարի երկրապահները եւ եթե հրավիրել են գնալու եք թե ոչ։ Վերջի երկու համագումարներին, այսինքն նախորդ համագումարին եւ այս համագումարին, նախորդ համագումարին անգամ Արամ Սարգսյանին չէին հրավիրել մեր կուսակցությունից, հիմա կարծեմ իրան հրավիրել են, բայց ինչ չեն հրավիրել։ Ես չեմ հարցնում թե ինչու, որտեղ հրավիրողների խնդիրն է դա, չէ՞։ Երկրապահը պաշտոնապես ստեղծվել էր երկու ֆունկցիա կատարելու համար՝ սոցիալապես օգնել ազատամարտի մասնակիցներին եւ ռեաբիլիտացիայի ենթարկվել հետպատերազմյան սինդրոմի համար։ Արդյոք այդ ֆունկցիաները կատարել է թե ոչ։ Կատարում է։ Գիտեք, ես ձեզ ասեմ, չավարտված պատերազմի պարագաներում երրորդ խնդիրն եմ ես կարևորում այստեղ, դա հատկապես զինակոչային տարիքի եւ բանակի դուռը ծեծող այդ երիտասարդության հայրենասիրության ոգով դաստիարակելու շատ բարդ խնդիր է։ Չնայած նորից եմ ասում, նրանց կարողությունները, ունակություններն իմանալով, հատկապես զենքի հետ վարվելու հարցում, նրանց ավելի շատ լուրջ բաների համար կարելի էր օգտագործել, հատկապես այս լարված պարագաներում։ Իսկ ինչ վերաբերվում է բանին, առաջինի դեպքում զուտ սոցիալական հարցերը լուծելու դեպքում դա պետության մոտեցումը այստեղ կարևորվի, որը ցավոք սրտի այդպես համակարգված չի, պատե, անպատե կամ երկրապահի ղեկավարությունը ինչ որ միտեղից կարողանան այդ տղաների համար մի բան վերցնել, իսկ ռեաբիլիտացիան դա լրիվ սուրբ պարտականությունն է պետության։ Ավելի ճիշտ է պետության շնորհիվ, որովհետև վերջին հաշվով եւ ժամանակապետք, անձնական օրինակ մի քիչ բարդ գործընթաց է, որովհետև նույնիսկ շատ հարուստ երկրներ, օրինակ Վիետնամի սինդրոմը միջև հիմա Ամերիկան իր վրա կրում է, այդքան հարուստ լինելով հանդերձ, այսինքն կոմպլեքս միջոցառումների խնդիր կա, եւ սոցիալական ռեաբիլիտացիոն, եւ հոգեբանական, եւ անընդհատ զբաղվածության, բայց անտերության, անուշադրության մատնելը այդ խավին, դա շատ վտանգավոր հարց է։ Այ ինչ պետք է անել, որ քաջաբար կռված մարդը, իսկապես պատերազմում հերոսաբար իրեն դրսևորած մարդը, հետո չհոռանա, չլկտիանա, չայլասերվի։ Ցավոք սրտի մինչև հոկտեմբերի 27-ը Վազգեն Սարգսյանի պարագաներում հազվադեպ կամ 1, 2, 3
ահռելի մեծ մասսա է դա։ Վերջին հաշվով հատկապես հաշվի առնելով են, որ երամսյա հավաքների հարցը արդեն կարգավորվեց, երկրապահական շրջանակները շատ մեծացան։ Հիմնականում հրաշալի պայծառ փայլուն տղաներ են։ Այդ ես ինչի եմ ասում, որտեղ ես դրանց դիրքերում եմ տեսել, որտեղ մարտի դաշտում եմ տեսել, մարտնչելուց եմ տեսել, մեռնելուց եմ տեսել, բոլորը հարգանքի արժանի անձնավորություններ են եւ հատկապես չավարտված պատերազմող երկիրը ընդգծված հարգանքի վերաբերմունք պետք է ունենար այդ կոնտինգենտի նկատմամբ։ Բայց հոկտեմբերի 27-ից հետո ցավոք սրտի այստեղ նաև որոշակի կարգապահական խնդիրներ կան եւ Վազգեն Սարգսյանի ֆակտորը կար սանձող, զսպող, անձնական օրինակով Դրանից հետո շատ է կարևորվում արդեն երկրապահական ղեկավար կորիզի անձնական օրինակները։ Երկրում տիրող անարդարություններին ցավոք նաև գումարվեցին հենց երկրապահի մեջ որոշակի անարդարության խնդիրներ, դրա համար նաև այդ կարգի դրսևորումներ եղան։ Եվ հետո ես ձեզ ասեմ, նույնիսկ ես չեմ ասում, որ սրա մեջ միտում եմ տեսնում դիտավորություն, բայց այլ կերպել չեմ կարող մեկնաբանել, երբ սկսեցին երկրապահին նաև վարկաբեկել։ Շնորհակալություն գեներալ Աբրահամյաններ իմ զրուցակիցը։ Ալավերդուսանա 5 կայան թաղամասի թիվ 1 շենքի բնակիչները տուն հասնելու համար փորձությունների են ենթարկվում։ Նրանք օրվա մեջ մի քանի անգամ ստիպված են հաղթահարել 30 տարվա հնություն ունեցող այս խարխուլ աստիճանները, որոնք ամեն պահի կարող են փլուզվել։ Շատ են ընկել։ Պատայելա մի նարդիվան կամ երկու նարդիվան կոտրելա ներքև ընկել, մարդիկ չեն գիտեցել, մթով գիշերով կամ եկել են, ընկել են մեջը, ցեյկով են ընկել։ Անկավ այդ նարդիվանների մեջ ու սենց ավախ մամա ջան, մութ էր, չտեհանք այդովա։ Բնակիչներն իրենց ուժերով մեկ անգամ չէ, որ վերանորոգել են այս աստիճանները, սակայն կարճ ժամանակ անց վիճակը նույնն է։ Հատկապես վերջին 1 տարում աստիճաններն ավելի վտանգավոր են դարձել։ Տուն հասնելու համար բնակիչները նախընտրում են միջպետական ճանապարհը, որը նույնպես անվտանգ չէ։ Ժողովուրդը գնում են գալի, երեխեք են, բան են, կնանիք են։ Ճանապարհը էլ գնալ չի լինում, որտեղ մեծ մեքենաներ են, անցած շատ արագ գնում են գալի փակ ճանապարհը, բավարարը չի երևում ոչ մի բան։ Վանաձորում ստեղծվել է նոր van.info.am կայքը։ Գործելու է որպես այլընտրանքային լրատվամիջոց, որ այցելուներին տեղեկություն կտրամադրի քաղաքի հանրային ծառայությունների մասին։ Կայքում նախատեսվում է, որ տեղադրվելու է քաղաքի բյուջեն ինտերակտիվ ձևով, այսինքն այդ առայժմ մեզ չունենք, քաղաքապետարանի հետ պետք է համագործակցենք, իրանցից վերցնենք։ Ինտերակտիվ բյուջե ասելով կայքի ղեկավարությունը նկատի ունի քաղաքի ընդհանուր բյուջեն, բոլոր ոլորտների տվյալները եւ նրանց հատկացվող գումարների չափը։ Աղբահանության վերաբերյալ հիմնական տեղադրված է մեր Վանաձորի, որ կազմակերպություններն են իրականացնում աղբահանություն ու գրաֆիկը, ինչ են պարտավորանում, ինչքան ժամանակն է։ Թումանյանի տարածաշրջանի Արևածագ գյուղի հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքը վթարային վիճակում է։ Հենց այս մասնաշենքում են գտնվում ֆիզկուլտուրայի եւ հանդիսությունների դահլիճները, որտեղ աշակերտների մուտքը խստիվ արգելվում է։ Ֆիզկուլտուրայի ուսուցչի խոսքերով արդեն 15 տարի է դասերն անց է կանցնում դրսում կամ դասարաններում։ Երեխեքը չեն մտնում պատուհաններին, տեսնում եք ցանցեք հաշված, երեխաները չեն կարողանում ոչ մի կողմից դահլիճ մտնել, որտեղ վտանգավոր է։ Եթե տարական դասարանի աշակերտների հետ հեշտ է դասարանում ֆիզկուլտուրա անցկացնել, ապա բարձր դասարանների մարզումները դասարանում հնարավոր չէ, դժգոհում են ուսուցիչները։ Բա ֆիզկուլտուրայի ուսուցիչներն են չէ ընկճվում։ Նրանք էլ են ուզում շատ լավ կահավորված սպորտային դահլիճ ունենալ, դասերը այնտեղ վարել, չգիտեն հիմա ձմեռ է, ինչ անեն, ուր տանեն։ Ի տարբերություն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի, որն իր հաղորդակցություններով լրագրողներին վիրավորում է հայոց գրական լեզվի շրջանակներում, անձամբ պարոն Ղուկասյանը մամուլի հետ իր շփումներում առանձնապես բառեր չի ընտրում, եւ այս անկեղծությունը իհարկե գովելի է։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես դեռ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։ Ինչ պարոն Ղուկասյան, ախր հարցը քո մեջ չի է, հարցն է, որ սաղ աշխարհին հետաքրողը ես եմ, չեմ հասկանում։ Սենց էլ կրակ ընկնել կլինի, դուք вообще շարեք ձեր լրագրողներով, вообще սաղդ ոչ միայն դու, ռադ եղեք։ Ոյ,
ангелочки. Не корости ради, а токмо волю пославшей меня царицы Тамары вечерний звон.